Վարդենիս քաղաքի երիտասարդության 6 հասցեի բնակիչները դեռ 3 ամիս առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց բակը բարեկարգ կլինի, երեխաները խաղալու ընդարձակ տարածք կունենան։ Շինարարի երես երբևէ չտեսած բակն այս տեսքն ունի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրով։ Ես բակի բնակիչ եմ, դե կար ժեշտից տնագները, անպիտանացու, հաճույք էր պատճառում, ներկայությամբ մի քանդվավ, վերացավ, ասֆալտապատումը կատարվավ, հիանալի աշխատանքներ կատարեցին, երեխեքները մի կերպ նեղ անկյուններով ստեյս վազում են, իմի լայն, մեծ բակ է, մեքենաները իրանց տեղերը կայնում են։ Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագիրն ընդգրկում է 10 բազմաբնակարանների բակերի բարեկարգում, 78 միլիոն դրամ արժեքով շինաշխատանքները 4 բակում արդեն ավարտվել են, 6-ում դեռ ընթացքի մեջ են։ Կոնկրետ այս 6 բակերի ընդհանուր արժեքը կազմում է 85 միլիոն 764 հազար դրամ, որից 50% ներդրումը իրականացնում է Հայաստանյան կառավարությունը, 50% համայնքի մասնաբաժինն է։ Եթե այս տեմպերով շարունակենք, 1-2 տարվա ընթացքում Վարդենիս քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի բակերը կասֆալտապատվեն, ունենք թվով 43 բազմաբնակարան շենք Վարդենիս քաղաքում։ Բակերի բարեկարգումը սկսել են կոյագծերի փոխարինման և թարմացման աշխատանքներով, որպեսզի հետագայում ասֆալտը քանդելու անհրաժեշտություն չլինի։ Շինաշխատանքների ընթացքում ապամոնտաժվում են նաև ապուրինի ավտոտնակներն ու օժանդակ կառույցները։ Հենց դրա հաշվին են ընդարձակվում բակային տարածքները։ Այս պահին կոնկրետ, որ գտնվում ենք այս Ազգադյան փողոցի բազմաբնակարան շենքի բակում, թվով 7-ից 8 ապուրինի ավտոտնակներ են ապամոնտաժվել, տարածքը ազատվել է, կառուցվում է նաև խաղահրապարակ, երեխաների, մեր երիտասարդների նաև զբաղվածության կենտրոններ են լինելու։ Շինարարության ընթացքը նորմալ է, ժամկետների հետ կապված, որակի հետ կապված խնդիր չունենք։ Շինարարության մոտ 70%-ը վերջացրել ենք, մի մնացել է 2 շենքին, հողային աշխատանքներ են կատարում, խիճի նախապատրաստական շերտով, մի 20 օրից վերջացնելու ենք ասֆալտապատումով։ Բարեկարգվող բակերի բնակիչներն անհամբերությամբ սպասում են շինաշխատանքների ավարտին։ Վերջապես ազատվելու են փոշուց, ջրափոսերից, ունենալու են զբոսանքի, խաղերի ու հանգստի համար ընդարձակ տարածք։ Ստե շարժ չէր ելնում, երեխեքը չէին կարող միշտ խաղային։ Հիմի այս կողքի շենքերը, որ արել են, չէ, հենց հաճույք է, հենց լավ է։ Սպասում ենք, որ մեր տարածքն էլ մաքրվի, ասֆալտապատվի, խաղահրապարակով, ամեն ինչով։ Այս շենքում եմ ապրում, այս շենքը առաջ սա գարաժ էին սարքած, երեխաներին խաղալու տեղ չկար։ Իսկ հիմա շատ լավ է, քանդում են, խաղահրապարակ են սարքում, երեխաները խաղան, էլ չեն գնա ուրիշ տեղ։ Մենք մեր հայաթում մեր աչքի առաջ մեր երեխաները խաղան։ Շինարարները խոստանում են, բարեկարգվող 6 բակերը բնակիչներին կհանձնեն հոկտեմբերի վերջին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։